Բարև ձեզ։ Ձեզ հետ կրկին EduEthics կրթական ոդքասթն է եւ այսօրվա մեր թեման լինելու է գնահատումը։ Խոսելու ենք գնահատման դերի մասին եւ նաեւ գնահատման համակարգի մասին, որ այժմ գործում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում եւ սահմանելու ենք այս համակարգի դրական ու բացասական կողմերը, նաեւ փորձելու ենք գտնել թե որտեղ են թերացումները։ Ողջույն Աննա։ Ողջույն Զենֆիրե։ Կարծում եմ քեզ համար եւս այս թեման կարևոր է եւ ուրախ եմ, որ այսօր այս թեմայի շուրջ ենք խոսելու, որովհետեւ շատ ծնողների մոտ այսօր կա թյուր ըմբռնում, թյուր ընկալում գնահատման process-ի հետ կապված եւ հաճախ նաեւ ինձ թվում է դու եւս եւ ես էլ լսում ենք տարբեր դժգոհություններ, մեկնաբանություններ գնահատման համակարգի հետ կապված դպրոցում։ Գնահատման համակարգը ինչի համար է, հա, նախատեսված է հասկանալու թե սովորողի ընդունակությունները, առաջընթացը, նրա կարողունակությունները, հմտությունները, արժեքային համակարգի հետ կապված նաև իր վերաբերմունքը, այսինքն միջոց է երեխայի ուսումնառությունը այսպես սանդղակով չափելու, որը օգնում է թե հենց երեխային, թե ծնողին, թե ուսուցչին։ Դու ինչ կմեկնաբանես, հա, քեզ համար գնահատումը ինչ դերակատարում ունի։ Ցանկացած անձ որևէ գործողություն կատարելիս կարծում եմ ինքը վերջում սպասում է ինչ որ գնահատականի, կապ չունի դա դպրոցում լինի, թե որևէ այլ ոլորտում, թե տանը ինչ որ գործունեություն ծավալելիս ինքը սպասում է վերջում գնահատականի ու նույնը նաև աշակերտները դպրոցում դպրոցում սպասում են գնահատականի, որովհետև ի սկզբանե մենք մեր հասարակությունը սովոր է եղել, որ վերջում պարտադիր դասերի ընթացքում, թե դասերի վերջում մենք ստանալու ենք որևէ միավոր, որևէ թվանշան, բայց ես կցանկանայի նաև մի փոքր խոսել գնահատականի պատմությունից, երբանից է գնահատականը սկսվել օգտագործվել պատմության մեջ, երբ են մարդիկ սկսել գնահատել միմյանց, կարծում եմ նաև շատ հետաքրքիր կլինի, եթե խոսենք գնահատականի ծագման այդ պատմությունից, հին Հունաստանում աշակերտները գնահատվել են, բայց ոչ թե գնահատվել են գիտելիքի համար, այլ գնահատվել են վարքի համար։ Նրանք ստացել են քարեր, բացասական վարքի դեպքում ստացել են սև քար եւ դրական վարքի դեպքում ստացել են սպիտակ քար։ Ու ամեն օր տուն գնալիս իրենք քարը տեսել են, հետո արդեն հաջորդ օրը փորձել են գույնը փոխել քարի, ստանալ համապատասխան իրենց հաճելի սպիտակ քարը, որից հետո արդեն գնահատման համակարգը սկսվել է կիրառել Չինաստանում, բայց ոչ թե գնահատել են աշակերտներին, սովորողներին, այլ գնահատման համակարգը ներդրվել է պետական համակարգում, դա եղել է մեր թվարկությունից առաջ 600 թվականին, երբ Չինաստանում պետական համակարգի աշխատողները պետք է որոշակի համապատասխան գիտելիքներ, հմտություններ ունենային, որ կարողանային աշխատել պետական համակարգում, դրանից հետո արդեն գնահատումը սկսվել է լայն կիրառություն ստանալ եվրոպական երկրներում, բայց այնտեղ ինչպես էին դա անում, սովորողները կամ աշակերտները ստիպված էին լինում իրենց ուսուցիչների մոտ պատասխանել գրքերը բանավոր, այդպես բանավոր կերպով պատասխանել, թե իրենք ինչ են կարդացել ու սովորողները ստիպված էին լինում հիշել ամբողջությամբ այդ դասագրքերում ինչ էր գրված, որպեսզի կարողանան պատասխանել, այս դեպքում էլ գնահատվում էր սովորողի գիտելիքները, բայց նաև հիշելու կարողությունները, բայց նաև ուշադրություն էին դարձնում, օրինակ, եթե սովորողը հուզվում էր այդ պատասխանելու ժամանակ, կարծում էին, որ ինքը այնքան շատ գիտելիքներ ունի, որ այդ պատճառով է հուզվում, նաև հաշվի էին առնում դա, բայց հետո ժամանակի ընթացքում, երբ սովորողների թիվը մեծացավ, դպրոցների թիվը մեծացավ, սկսեցին օգտագործել արդեն հստակ գնահատման համակարգ, տարրերն էր սկզբնական շրջանում, որից հետո անցում են կատարում թվանշաններին, թվային համակարգին են անցում կատարում, որից հետո էլ արդեն սկսվում է լայնորեն կիրառվել թվային գնահատումը ու սկզբնական շրջանում գնահատում էին ոչ թե օրինակ գիտելիքները, այլ նաև վարքը ևս գնահատվում էր թվանշանների կամ տարրերի միջոցով,
Ուզում եի նաև նշել, որ հին ժամանակներում ինչու՞ չէ կարող ենք նաև այսօր էլ հանդիպել ուսուցիչների, ովքեր գնահատում են նաև սովորողներին իրենց ձեռագրերի համար, այսինքն հին ժամանակներում երբեմն ուսուցիչը հոգնել է մեծաքանակ տետրերը ստուգել, գրավորները ստուգել, նա արդեն նայել է սովորողի ձեռագրին, եթե գեղեցիկ է եղել, նա այդ ձեռագրի համար բարձր թվանշան է ստացել։ Մենք հիմա էլ ունենք ուսուցիչներ, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ աշխատանքի համար դիմել էի ընդունվելու աշխատանքի, իրենք ինձ ստիպեցին, որ ես մի հատ երկար տեքստ արտագրեմ, որպեսզի գնահատվի նաև իմ ձեռագիրը։ Ես այդ հիշում եմ, որովհետև տվյալ բաժնի ղեկավարը ինքը շատ էր կարևորում, որ աշխատակից ունենա շատ գեղեցիկ ձեռագիր։ Ընթերնելի ձեռագիր, ասում են։ Բացի ինտերնելից նաև գեղեցիկ, տառեր այսպես համաչափ, սիրուն գրված տարբերվող ձեռագիր։ Վերադառնանք գնահատման process-ին արդեն Հայաստանում, ինչպիսին էր գնահատումը մեր ժամանակաշրջանում, երբ մենք էինք դպրոցահասակ, իրականացվում էր մի քանի տեսակի գնահատում, որից ամենաայսպես ազդեցիկը մեզ համար կարծես թե դա ընթացիկ գնահատումն էր, երբ ամենօրյա ռեժիմով մենք պատասխանում էինք դասեր եւ ուսուցիչը գնահատում էր մեզ եւ շատ հաճախ այդ գնահատականը կողմնակալ էր, շատ հաճախ անկողմնակալ էր, բայց ընդհանուր առմամբ ամենօրյա մակարդակով մենք ունեինք, թե որոշակի գիտակցություն եւ պատկերացում նրա մասին, թե մենք ինչ փուլով ենք անցնում մեր ուսումնառությունը, նաեւ թե ունենք ստրեսի չափաբաժին, գնահատականի հետ կապված մի հետաքրքիր պատմություն եմ հիշում, մեր աշխարհագրության ուսուցիչը, ում ես շատ սիրում եմ եւ ինքը այսպես շատ լավ մանկավարժ էր, բայց մի մոտեցում ուներ, երբ 2 էր նշանակում, 2-ը գրավում էր 2 վանդակ, երբ 5 էր նշանակում, այնքան փոքր էր, որ տեսանելի էլ չէր կարելի ասել եւ այդ գնահատականի կարծես թե կարևորումը չափից դուրս շատ էր, ես անգամ կարող եմ հիշել, որ կային դեպքեր, երբ երեխան ուղղակի հուզվում էր այդ գնահատականը ստանալուց։ Այդ ընթացիկ գնահատման process-ը շատ այսպես կարևոր էր եւ նաեւ հիշում եմ, որ 2008 թվականից սկսեց ներդրվել աստիճանաբար զուգահեռ 5 բալանոց գնահատման համակարգին 10 բալանոց գնահատման համակարգը եւ մեզ համար դա կարծես թե նորություն էր եւ գնահատումը դառնում էր ավելի այսպես քիչ ստրեսային աշակերտի համար, որովհետեւ դա այլընտրանքներ կային եւ 10 երջանկության ցուցիչ էր, 9 ամեն ինչ լավ էր եւ այդպես շարունակ գոնե մինչեւ 6 վատ չէր։ Քեզ մոտ ինչպիսին էր տպավորությունը այս գնահատման համակարգի փոփոխությունների եւ իրենց հետ կապված։ Բայց խոստովանենք, որ ուսուցիչները շատ դժվարությամբ էին 10-ը նշանակում, 10 կամ 1 թվանշանները նշանակում, որովհետեւ մտածում էին, որ միգուցե աշակերտը այնքան պատրաստ չի, որ այդ 10-ին ինքը արժանի է, որովհետեւ մշտապես իրենք մեկնաբանում էին այսպես, մենք չենք կարող 10 թվանշանը հաճախակի նշանակել աշակերտին, բա որ գարի տուգումների, ինչ նշանակել, այս խնդիրը կար, բայց ես հիշում եմ դեպք պատմեմ իմ հետ, որ պատահել է էլի աշխարհագրության հետ կապված, ես առաջին անգամ ցածր թվանշան ստացել եմ աշխարհագրություն առարկայից, 3 էի ստացել ու էլի ինքը զբաղեցնում էր մի 6 վանդակ, տվյալ օրվա բոլոր վանդակները ինքը զբաղեցնում էր այդ 3 թվանշանը ու ասեմ, որ ես վախենում էի մորագիրը մի քանի օր պայուսակիցս հանել, որպեսզի ոչ տան անդամները տեսնեն, ոչ էլ դպրոցում մյուս ուսուցիչները տեսնեն, որ ես 3 եմ ստացել։ Հիմա իհարկե հիշում եմ ծիծաղում եմ եւ այլն, բայց ամեն դեպքում ես հիշում եմ, թե այդ գնահատականը որքան ցածր, եթե մշտապես օրինակ սովորողը ստանում է բարձր թվանշաններ, ու մեկ էլ մի օր ստանում է 3 կամ 2, դա որքան ստրեսային է իր համար, այս պարագայում ես մի շաբաթ իմ օրագիրը պայուսակից չէի հանել ու հիշում եմ, երբ ուսուցիչը այդ դեպքի մասին մայրիկիս էր պատմել, ինքը եկավ, որ իմ օրագիրը ստուգի, ես վախենում էի ցույց տալ ու պատմել, որ ես 3 եմ ստացել, բայց հիմա մի փոքր թե ծնողների, թե ուսուցիչների մոտեցումները թվանշանների հետ կապված կարծում եմ փոխվել է։ Մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն չդարձնել թվանշանին, ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել, թե դպրոցում ինչ են սովորել ու ինչ են արել երեխաները, որովհետև մշտապես այդ թվանշանից կարճելը
միշտ բացասական հետևանքներ է Կարևորը ունեցել։ երկրորդական պլան է մղում։ Ես հիշեցի, որ ես իմ առաջին երկուսը ստացել եմ երկրորդ դասարանում, վարքից ռուսերենի ժամին սարսափելի էր զգացողությունը դրա հետ կապված, բայց ավելի սարսափելի էր, որ դու միշտ այսպես խելոք աղջիկ երեխա ես, բայց չգիտեմ, ստացել ես երկու։ Գնահատման հետ կապված գանք մեր օրեր, հա, մեր օրյա գնահատումը ինչպիսին է, 2021 թվականից ներդրվեց նոր չափորոշիչների հիման վրա, այսպես սկսեց կազմակերպվել կրթությունը եւ ըստ այդ չափորոշիչների նաեւ փոխվեց գնահատման համակարգը եւ ինչպես նախարարությունն է բարբերաբար այդ մասին խոսում, տարբեր իրենց այսպես տարբեր հատվածներ ներկայացնող անձանց բառերով կարողունակությունների հիման վրա այսպես կազմված գնահատման համակարգ, որտեղ տարական դպրոցից հանել են գնահատումը թվանշանային եւ դրված է միայն ուսուցիչը որոշակի պարբերականությամբ, հա, կիսամյակի ավարտին, տարվա ավարտին մեկնաբանում է, թե երեխայի կարողունակությունները ինչ վիճակում են, հա, կա նաեւ այդպես հատուկ սահմանված սանդղակ, մենք դրանք սովորենք ռուբրիկ ասելու, այդ սանդղակի հիման վրա գնահատում է իրականացնում եւ այդպես տալիս է երեխայի բնութագրիչը եւ նաեւ տարական դասարաններում, այսինքն 1-ից 4 եւ 4-ից հետո արդեն 5-րդ դասարանում է նման մոտեցում իրականացվում, երբ գնահատում չի իրականացվում թվանշաններով եւ իրականացվում է միայն բնութագրիչով 5-րդ դասարանից հետո արդեն երկրորդ կիսամյակից սկսած երեխաները հայոց ստանում են թվանշանային գնահատում, բայց դա վիզուալիզացված չէ, այսինքն իրենք չեն տեսնում այդ գնահատումը, իրենք չեն դա որևէ կերպ իրենց աչքին չի արձանագրվում, գուցե տետրերի մեջ արձանագրվի, բայց այդ համակարգը ամբողջությամբ տեղի ունենում on-line համակարգով եւ ուսուցիչները լրացնում են, ընթացքում իհարկե տեղի ունենում ձևավորող գնահատում եւ հա, ոնց է կատարվում, հա, երեխայի գնահատումը, նաեւ կիսվենք մեր լսարանի հետ, կան հայտարարիչներ, որոնք այս վերջին տարիներին սկսեցին կիրառվել կրթական համակարգում, բայց ես ու դու կարող ենք փաստել, որ մենք վաղուց այդ համակարգով էլ հենց աշխատում էինք դպրոցում, երբ աշխատում էինք դեռ 2017 թվականին եւ դրանից էլ վաղ աշխատողները մեր կոլեգաները, երբ մտնում էինք դպրոց ու իրականացնում էինք հայտարարիչ ստուգում, այսինքն թե ինչ ունակություններ ունի երեխան եւ որ կետի վրա պետք է հիմնվել իր ուսումնառությունը կազմակերպելու վրա, հետո հայտարարիչից հետո կազմում էինք նպատակը եւ ըստ այդ նպատակի իրականացնում էինք հետագա ուսումնառությունը երեխաների եւ տարվա ավարտին կամ թեմայի ավարտին իրականացնում էինք ամփոփիչ աշխատանքի, այդպես իրենց տալիս էինք ամփոփիչ աշխատանք, որն էլ որ գնահատում էինք, կարծես թե հիմա էլ այդ համակարգն է, ըստ քեզ ինչպիսին է այս համակարգը։ Ես մի կետից եմ ուզում սկսել, անցած տարի, երբ ականատես եղա 7-րդ դասարանի աշակերտի մեկնաբանությանը, երբ ուսուցիչը հարցրեց ինչու դասին պատրաստ չես գալիս, ամեն օր գալիս ես անպատրաստ, ոչ մի անգամ չես պատասխանում եւ այլն, ու աշակերտի պատասխանը բավականին հետաքրքիր էր, հարցրեց ուսուցչուհուն, օրինակ դուք կգնաք ինչ որտեղ աշխատելու, որտեղ իմանաք, որ դուք աշխատավարձ չեք ստանալու, ու ուսուցիչը այդպես շատ անսպասելի էր իր համար ու ասեց ես էլ չեմ պատասխանում դասը, որովհետև գիտեմ վերջում ոչ մի գնահատական չեմ ստանալու, դա էլ իմ աշխատավարձն է, ես դրա համար գալիս եմ անպատրաստ ու ինձ դուրս չի գալիս, երբ մենք ամեն օր գնահատական չենք ստանում ու կարծում եմ սա եւ իր դրական եւ բացասական կողմերն ունի, բացասական կողմը նա էր, որ դեռ պատրաստ չէին մարդիկ, ծնողները, աշակերտները պատրաստ չէին այս նոր համակարգին, միգուցե նրանք, ովքեր նոր սկսեցին գնալ դպրոց, տարական դպրոցի աշակերտները, երբ արդեն տեղափոխվեն հիմնական դպրոց, իրենց համար դա արդեն սովորական բնույթ լինի, բայց ծնողներն ու աշակերտները, ովքեր 5-րդ եւ ավելի բարձր դասարաններում են, իրենք պատրաստ չէին այս նոր փոփոխություններին, քանի որ մենք բոլորս էլ գիտենք, ծնողները, թե աշակերտները մշտապես
ավելի շատ կենտրոնանում են գնահատականի վրա, թվանշանի վրա, քան օրինակ թե տվյալ օրը իրենք ինչ հետաքրքիր բան են սովորել, ինչ հետաքրքիր գործով են զբաղվել կամ ինչ նոր գիտելիքներ են իրենց հետ տուն բերել։ Այդ պատճառով մշտապես լարվածություն ու կոնֆլիկտներ էր առաջանում ծնող ուսուցիչ աշակերտ փոխհարաբերություններում հենց գնահատականների ու թվանշանների պատճառով, բայց նրանք ովքեր որ տարական դպրոցից արդեն տեղափոխվում են նոր հիմնական դպրոց, իրենց համար դա սովորական երևույթ է, որ իրենք ամեն նոր դասի վերջում կամ դասի սկզբում մեջտեղում իրենք չեն ստանալու որևէ թվանշան, հա։ Ես նաև ցանկանում եի անդրադառնալ մեկ այլ կետի, հա, կարծես թե այդ ընթացիկ գնահատումը ամենօրյա, որ երեխան սովոր էր ստանալ, գոնե մեր տարիքում եւ դեռ բավական վերջերս սովոր էին ստանալ, փոխվել է ձևավորող գնահատականի։ Դու նշեցիր, որ ծնողները պատրաստ չէին, աշակերտները պատրաստ չէին, բայց ես ասեմ ավելին, որ ես կարծում եմ, որ հենց ուսուցիչները դրան պատրաստ չէին, որովհետեւ ես հիշում եմ, երբ ես առաջին դասարան էի գնում, իմ ուսուցիչը պատրաստել էր այլընտրանքային գնահատման ձևեր։ Չգիտեմ, նույն տետրում ծաղիկներ, սրտիկներ նկարելը, որ այլընտրանքային գնահատման ձև էր։ Հետո օրինակ մենք պատրաստել էինք այսպես ձեռքի տեսքով բաներ ունեինք, մեր սեղանի դրած, մեր ձեռքով պատրաստվեց ու ինքը պարտադիր չէ լավ դասի համար։ Պարզապես որպես խրախուսական միջոց գալիս այդտեղ 5 էր դնում։ Այսօր օրինակ այս աշակերտները 5 կարող են ստանալ իրենց ձեռքի վրա, դա ինչ որ դրական բանի մասին էր խոսում, այսինքն շեշտադրում էր կատարում ուսուցիչը պարբերաբար դրական վարքի դրսևորման վրա եւ դա շատ այսպես մոտիվացնող բան էր։ Մեզ համար որպես երեխա դա ուրախացնող էր, բայց ինձ համար որպես մասնագետ այսպես մասնագիտական հետաքրքիր դաս էր, որ թեկուզ օրինակ է այդ տարիքում, հա 2000 թվականին ուսուցիչը ուներ այդ դրական վարքը խրախուսող այլընտրանքային գնահատման մեթոդ, որի մասին օրինակ հիմա է ակտիվ խոսում։ Բայց նաև մյուս կողմից մենք մտնում ենք դպրոցներ եւ տեսնում ենք, որ ուսուցիչները չունեն այլընտրանքային գնահատման մեթոդներ եւ չունեն այդ դրական վարքը խրախուսելու գնահատման մեթոդներ եւ ցավոք, բայց երբեմն նաև պետք է անդրադարձ կատարել երեխաների բացասական վարքին եւ ես այստեղ չեմ խոսում դասի ժամին աղմկել, չաղմկելու, բացասական վարք իրենց ուսումնառության հետ կապված նաև եւ հատկապես եւ ուսուցիչները չգիտեն, չունեն գործիքներ եւ չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարող են այդ բացասական վարքի արձագանքը հետադարձ կապը տրամադրել։ Լավ, իրենք կգնան այնտեղ բնութագրում կգրեն, որ աշակերտը այս կետերում թերանում է, բայց խոսենք քո այսպես օրինակ բերած աշակերտի մասին, ուցի ինքը փայլուն սովորում է, բայց ես իմ փորձառությունից հիշեմ, ես ահավոր մեծ ստրես էի տանում, կանգնել դասանի մեջտեղում եւ դաս պատասխանել եւ հատկապես որոշ ուսուցիչների ժամերին, չնայած վատը չէին իրենց այդ հարաբերությունների խնդիր չկար, բայց ինձ համար դա ստրեսային էր։ Ես կգերադասեի իմ գրավոր աշխատանքը փայլուն գրել, օրինակ թեմայի ավարտին, բայց չգնել այնտեղ չպատասխանել։ Եվ փաստացի մենք այստեղ այո երեխայի իրավունքն է։ Համընդհանուր ներառականության շրջանակում մենք դիտարկում ենք, որ երեխան եթե խոսելու հետ դժվարություններ ունի, հա, կարող է դա գրավոր կերպով իր գիտելիքներն արտահայտել, բայց մեկ այլ խնդրի ենք բախվում, չէ՞ որ դպրոցը ունի որոշակի կարգ ու կանոն իր կրթությունը կազմակերպելու հետ կապված եւ երեխան փաստացի պետք է ցույց տա, որ ինքը ամեն օր դասին որոշակի կերպով պատրաստ է իր ունակությունների սահմանում, բայց այսօր ուսուցիչը չունի գործիք դաս ստուգելու, դրան որոշակի արձագանք տալու եւ նաեւ չունի գործիք այն առումով, որ ինքնուրույն կարողանա ստեղծել այդ գործիքը։ Ես կարծում եմ մեծ գնահատման համակարգի ամենալուրջ դժվարություններից մեկն այն է, որ ուսուցչին չենք տրամադրել կամ գուցե տարիների ընթացքում չի տրամադրվել, այս բային չի տրամադրվել, չի մտածել որևէ մեկը տրամադրելու գործիք, թե ինչպես պիտի ուսուցիչը վարվի հետադարձ կապի տրամադրման ժամանակ։ Գուցե ինչ-որ սեմինարների ժամանակ դա իրենց ասվում է, բայց գործնականում փաստացի մենք շատ հաճախ չենք տեսնում այդ հետադարձ կապի հիմնավորված իրատեսական, այսպես օբյեկտիվ հետադարձ կապի տրամադրման process-ը։
Մի բան էի ուզում նշել, որ օրինակ շատ հաճախ ուսուցիչները թվանշանը կիրառել են որպես դասարանի կառավարման գործիք, այսինքն իրենք այդ թվանշաններով, միավորներով փորձել են մեծ դասարանները հատկապես կառավարել, նույնիսկ բացասական վարկը փորձել են թվանշանների միջոցով կառավարել, հա, ու դրա համար հենց առաջին հերթին իրենց համար էր դա մի փոքր խնդրահարույց, երբ փոխվեց անցումը թվանշաններից, անցումը հետադարձ կապի, այլընտրանքային գնահատման համակարգի ու դրա համար ստրեսային էր նաև ուսուցիչների համար, որովհետև մեծ դասարաններում, մեծ լսարաններում իրենք ունենում են դասարանի կառավարման խնդիր ու սա իրենց համար զսպող օղակ էր, որ իրենք կարողանում էին թվանշան 2, 3, 1 նշանակելով աշակերտներին զսպել, որպեսզի իրենք դասի ընթացքում դասը չխանգարեն, չաղմկեն եւ այլն։ Հետադարձ կապի տրամադրման առումով նաև խոսեցիր մեծ դասարանների մասին, հա, երբ մենք գիտենք, որ առավելագույն թիվը, որ կարող է լինել 35 հոգանոց դասարաններն են եւ այո դպրոցներ կան, որտեղ կան այդ 35 հոգանոց դասարանները եւ ուսուցչի հետ քննարկում էինք, թե այս դեպքում ինչպիսին պիտի լինի հետադարձ կապ, ուսուցիչը ինձ պարզ մաթեմատիկական հաշվարկ է ներկայացնում, ասում է դասը տևում է 45 րոպե։ Երեխաները 35-ն են։ Ես ուղակի, եթե սկսեմ ամեն երեխայի 1 րոպե տրամադրել, ես շատ բան չեմ հասցնում անել նման process-ում, այսինքն անհատական մոտեցման դժվարությունները առաջ գալիս, հետեւաբար նաև դժվարություն է առաջ գալիս անհատական հետադարձ կապի տրամադրման։ Իհարկե, նորից կարող ենք գալ այն կետին, որ հմուտ ուսուցիչը կարող է անգամ 40 հոգանոց դասարանում, 45 հոգանոց դասարանում 45 րոպեում տրամադրել այդ անհատական հետադարձ կապը, բայց եկեք չդիտարկենք, հա, այս ծայրահեղությունների մեջ չընկնենք, եկեք դիտարկենք միջին իրավիճակ, որտեղ ուղղակի նաև ժամանակային առումով շատ հաճախ այդ ուսուցիչը իր աշխատանքի հետ ի վերջո մենք նաև ունենք շատ կարևոր այլ նպատակ, դա երեխայի ուսումնառության կազմակերպումն է կոնկրետ գիտելիքների շրջանակում եւ ուսուցիչը երբեմն պարզապես չի հասցնում սա անել, նա անել, նա անել եւ իր մոտ խառնաշփոթ է առաջանում։ Նաև ես կուզենայի անդրադարձ կատարել նրան եւ կարծում եմ լսարանին հետաքրքրի, որ ըստ օրենքի նաև չկա թվային գնահատում, այս կարողունակությունների գնահատման շրջանակում չկա թվային գնահատում։ Միևնույն ժամանակ օրինակ ուսուցիչները ունեն սանդղակ, որտեղ ըստ նախկին այդ բալային համակարգի մեկնաբանվում է, թե երեխան ինչ կարող է անել ու ինչ չի կարող անել։ Ու նաև մյուս հետաքրքիր այստեղ հատվածին պետք է ուշադրություն դարձնենք, մենք խոսեցինք ուսուցչի տեսանկյունից եւ երեխայի տեսանկյունից, այս քեզ ծնողի տեսանկյունից սա ոնց է դիտարկվում։ Երբ ուղղակի երեխան ունի օրագիր, չկա մատյան, մի պահ կար էլեկտրոնային մատյան, հիմա դա էլ չկա, ինչ է անում ծնողը։ Ծնողը փորձում է վերափոխել իր մոտեցումները, կարծում եմ գիտակից ծնողները փորձում են փոխել իրենց մոտեցումները գնահատականի վերաբերյալ, գնահատականի հետ կապված եւ փորձում են կենտրոնանալ ոչ թե թվանշանների վրա, այլ թե ինչ են արել կամ ինչ են սովորել իրենց երեխաները դպրոցում, որովհետեւ դա ավելի կարեւոր է ու երեխան ավելի ոգևորված է, ավելի մոտիվացված կարող է իրեն զգալ, որ ծնողի համար ոչ թե թվանշանն է կարեւոր, այլ կարեւոր է թե ինքը ինչ նոր գիտելիքներ է ստացել դպրոցում, որովհետև խոսեցինք կրտսեր դասարաններում, հա, այդ այլընտրանքային գնահատման հետ կապված, ուզում եմ նշել, որ հենց կրտսեր դասարանում այդ գնահատումը շատ մեծ կարևորություն ունի, դա ձևավորում է աշակերտների ինքնագնահատականի բարձրացումը ու հենց կրտսեր դասարանից էլ իրենք սկսում են իրենց անձի նկատմամբ ավելի վստահ լինել, իրենք տեսնում են, որ իրենց կատարած, հա, որևէ առաջադրանք կամ որևէ գործողություն գնահատվում է ուսուցչի ծնողի կողմից ու դա բարձրացնում է իրենց վստահությունը, իրենց ինքնագնահատականը ու շատ կարևոր է, որ մենք հենց կրտսեր դպրոցում, տարրական դպրոցում կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել աշակերտների նկատմամբ։ Բարձր դասարաններում էլի իր բացասական ու դրական կողմերը ունի, որովհետև թե ընտանիքում, թե համայնքում աշակերտները շատ հաճախ ունեն հեղինակություն հենց այդ բարձր թվանշանների, բարձր գնահատականների շնորհիվ։ Մեծ հակառակն էլ կա, չէ՞, ցածր գնահատականն էլ վատ հեղինակության մասին է խոսում, որովհետև դա երբեմն սոցիալիզացիայի խնդիրներ առաջ բերում։ Այո, միանշանակ աշակերտի մոտ սկսվում է սկզբնական շրջանում, եթե ինքը մշտապես ստանում է անբավարար գնահատականներ, ըստ հոգեբանամանկավարժական վերլուծությունների, եթե մշտապես ստանում է անբավարար գնահատականներ, իր մոտ սկսում է արդեն ինչ որ հուզական դրսևորումներ, այնուհետև եթե դա շարունակական բնույթ է կրում, իր մոտ արդեն ընկճվածություն է դրսևորվում, այսինքն սկսվում է մեկուսանալ, դասընկերները
դասընկերներից է առանձնանում, նույնիսկ փորձում է շատ հաճախ ուսուցչի հետ ոչ մի տեսակի կոնտակտ չշփվել ու դա արդեն մեծ խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Տվյալ աշակերտը արդեն իր դասընկերներից, դասարանից առանձնացված ու մեկուսացված է լինում։ Եվ միևնույն ժամանակ դասընկերներն էլ խուսափում են միշտ այդպես վատ արտահայտություն կա դպրոցում ծույլ աշակերտի հետ շփվելուց, որովհետև այդ երեխային այդ պիտակն են տվել իրենց ցածր գնահատականներով, այսինքն չեն խոսել այն մասին, թե ինչ կարող է անել երեխան, այլ կենտրոնացել են նրա վրա, թե ինչ չի կարող անել եւ իրեն որոշակի պիտակ են տվել, ինչը իր կյանքում բազմաթիվ դժվարություններ է առաջ բերում։ Ես ցանկանամ անդրադառնալ նաեւ ծնողների տեսանկյունից մեկ այլ ուղղությամբ, ծնողները ունեն որոշակի հնարավորություն ծանոթանալու այս գնահատմանը, որովհետեւ ի վերջո սա ինքնանպատակ չի արվում։ Լավ երեխային ասվեց, լավ ուսուցիչը գիտի արդեն ինչ վերլուծություն է իրականացրելու երեխայի հետ կապված, ի վերջո որոշակի նաև ուսումնասիրությունների, հա, պետության համար կարևոր է, որ դա որևէ տեղ արձանագրվի, որ հասկանան նաև կրթությունը ինչ վիճակում է, բայց ծնողի համար եւս կարևոր է, որովհետև ծնողը կրթության կազմակերպման կարևոր օղակներից մեկն է, եւ ծնողը պետք է պարբերաբար տեղեկություն ունենա այն ամենի մասին, ինչ կատարվում է երեխայի կյանքում։ Այս գնահատումը շատ կօգնի ծնողին, որպեսզի ինքը պատկերացնի, թե որտեղ օգնի իր երեխային։ Օրինակ, եթե նախկինում երեխան ստացած երկուսը գալիս էր տուն եւ եւ ծնողը չէր հասկանում, թե այս երկուսը ինչի համար է, հիմա հստակ բառերով, հա, սևով սվիտակով գրված է, թե երեխայի խնդիրը որտեղ, դժվարությունը որտեղ է, բայց որ ավելի կարևորն է ինձ համար կոնեց գնահատման համակարգում նշվում է երեխայի դրական կողմերը, ինչ է կարողանում երեխան անել, բայց գալիս կանգնում ենք մի դժվարության առաջ, որ ծնողները պարզապես տեղյակ չեն համակարգից եւ տեղյակ չեն, թե ինչպես մուտք գործել այդ համակարգ եւ ինչպես տեսնել սեփական երեխայի այդ գնահատումը։ Ես իմ փորձառությունից սկիզբում իմ երեխայի ուսուցիչը նախորդ տարի ինձ ուղարկեց այդ տվյալները, որով ես պիտի մտնեի այդ համակարգ ուսումնասիրեի, թե ինչ գնահատականներ ունի իմ երեխան, բայց ես համակարգ մտնել չկարողացա, որովհետեւ այնտեղ տվյալներից սխալ էր տալիս, համակարգը աշխատելու, այսինքն կազմակերպվածության խնդիր ուներ, եւ ես կարծում եմ այս գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման լավագույն միջոցներից մեկը պիտի լինի այն, եւ նախարարությունը կարծում եմ պիտի այս հարցին այսպես մեծ ուշադրություն դարձնի, որ ծնողը հասանելիություն ունենա այդ գնահատման համակարգին, որովհետեւ եթե ծնողը չունի հասանելիություն, ծնողը չունի հնարավորություն մտնելու, կարդալու, տեսնելու իր երեխայի այսպես դժվարությունները այս ուսումնառության համակարգի հետ կապված, այսպես կարծես թե ինքնանպատակ է, ինչ որ առումով դա դառնում է նաև ինքնանպատակ, այդ դեպքում ինչի է հասանելի, եթե այդ հասանելիությունը չենք ապահովում, էլի։ Այսինքն ծնողները այստեղ արդարացի նաև բողոքելու տեղ ունեն, որովհետև շատ հաճախ ինչ որ մի բան հարցնելու իմանալու համար պիտի զանգեն կամ գան դպրոց եւ չունեն հնարավորություն ուղղակի առանց ավելորդ այսպես միջամտությունների տեղեկանալու իրենց երեխայի ուսումնառության վիճակի եւ որակի մասին։ Նաև այսպես առանձնացրել եմ մի քանի կարևոր համեմատության համար, հա, այս համակարգը օրինակ ինչպես է գործում տարբեր երկրներում, Ֆինլանդիայում օրինակ դասարանների մեծ մասում մինչև 7-րդ դասարան էլի չկա թվային գնահատական, որովհետև այս միջազգային փորձը նաև հաշվի առնելն է կարևոր, բայց մի հատ սա ուսումնասիրենք ու գանք տեսնենք, թե մեր մոտ ինչի է սա դժվարություններ առաջացնում, հա։ Միացյալ Թագավորությունում, հա, Մեծ Բրիտանիայում կա գնահատում դասաժամերին եւ կա գնահատում տարվա վերջին ուսուցիչները, բայց նաև պարտադիր գրում են feedback, հետադարձ կապ աշակերտի ուսումնառության, իր կարողունակությունների, իր դրսևորման, նաև որոշակի գնահատում են իրականացնում։ Կանադայում առաջընթացի թղթապանակ կա, որտեղ պահվում է բոլոր դրական այսպես աշխատանքները, որ երեխան արվել է, կրկին շեշտադրումը կատարվում է դրական վարքի վրա, որն ինձ համար եւս ընդունելի է։ Եվ հա, այսպես օրինակ Նորվեգիայում ներառական
քննադատական եւ վստահության վրա հիմնված այսպես համակարգ է, ուսուցիչներին վստահում են գնահատել աշակերտներին առանց կենտրոնացված թեստերի եւ օգտագործվում է բաց զրույց, երբեմն ուսուցչի աշակերտի ծնողի միջև այդպես է գնահատումը իրականացվում։ Հիմա մեզ մոտ ըստ քեզ ինչի է սա դժվարություններ առաջացնում։ Ինչ փոխենք, լավ, չասենք ինչու է առաջացնում, շատ խոսեցինք, ինչ անել, օրինակ, ինչ առաջարկել, ինչը կօգնի այս գնահատման համակարգը դարձնել ավելի արդյունավետ եւ նպատակային եւ այդ կարողունակությունները, որ հաճախ շեշտվում են, կբերենք առաջին պլան, այսինքն կարողանանք դրա մասին իսկապես խոսել այս գնահատմամբ։ Ամենակարևոր քայլը, որ կարծում եմ կօգնի այս գնահատման համակարգը մի քիչ ավելի արդյունավետ դարձնել, որ ուսուցչի տեսանկյունից էլ, որ ինքը կարողանա բոլոր աշակերտներին ժամանակ առ ժամանակ տրամադրել հետադարձ կապի մեջ լինել բոլորի հետ, հասցնի բոլորին թե գրավոր, թե բանավոր կերպով այդ հետադարձ կապը տրամադրել, կարծում եմ ամենակարևոր գործոնը դա դասարանների փոքրաթիվ քանակ ապահովելն է, որովհետև 30 եւ ավել այսօր դասարաններ ունենք մենք մեր հանրակրթական դպրոցներում, որ 35 եւ ավել աշակերտ կա, ուսուցիչը ավել կարծում եմ չի կարող լինել, որովհետև օրենքով նախատեսվում է հենց մաքսիմումը 35, բայց ես կարծում եմ այսպես մի փոքրիկ ընդհատում մենք հաճախ կխոսենք տարբեր թեմաների մասին եւ բոլոր թեմաների հիմքում խնդիրների որպես հիմնական պատճառներից մեկը դիտարկվելու է հենց այդ գերծանրաբեռնված դասարանները։ Գերծանրաբեռնված դպրոցներում մենք ունենք 35 եւ ավել աշակերտ, վստահաբար կարող եմ ասել, ունենք ու հենց այս դասարաններում էլ ուսուցիչը չի հասցնի ժամանակ տրամադրել բոլորին անհատապես հետադարձ կապը մշտական ապահովել ամենօրյա կտրվածքով, նույնիսկ եթե 2-3 օրը մեկ ինքը չի կարողանա։ Դրա համար ամենակարևոր եւ ամենագլխավոր կետերից մեկը հենց այդ փոքրաթիվ դասարաններ ապահովելն է, որպեսզի թե այդ կարողունակությունները ուսուցիչը կարողանա ամբողջությամբ բացահայտել աշակերտների ուժեղ թույլ կողմերը, կարողանա դրանց հիման վրա կազմել ուսումնական ծրագիրը, կարողանա բարբերաբար հետադարձ կապ տրամադրել, ծնողի հետ կապի մեջ լինել, ամենաարդյունավետ տարբերակն է։ Ես ուզում եմ մի բան ասել, միգուցե հիմա լսարանին թվա ես շատ անտարբեր ծնող եմ, բայց իրականում ես իմ աղջիկը 3-րդ դասարան է, բայց ես երբեք չեմ հետաքրքրվել ինքը ինչ գնահատական է ստացել ու չգիտեմ թե ինքը դպրոցում ինչ գնահատականներ է ստանում, ես երբեք չեմ հարցրել դու այսօր ինչ ես ստացել կամ ինչ գնահատական ստացաք, ինչ արեցիք, մի խոսքով ես ուղղակի միասին թերթում ենք տետրերը, քննարկում ենք, հարցնում եմ այսօր ինչ լավ բան արեցիք, ինչ սովորեցիք ու իմ աղջիկը երբեք չի մտածել գնահատական ստանալու մասին։ Ինքը մտածում է, որ հանկարծ ուսումնական ծրագրից հետ չմնա, հասցնի բոլոր դասերը ժամանակին անի, ընկերների հետ հավասար լինի։ Այսինքն ես ոնց ընդունում եմ գնահատականը, ոնց վերաբերվում եմ այդ միավորներին, թվանշաններին, նույն կերպ նաև ինքն է իր համար դա բացարձակ կարևոր չի այս պահին։ Երևի նաև տարբերությունն է մեր երեխաների դպրոցների, որովհետև օրինակ իմ երեխան հաճախում է սովորական հանրակրթական դպրոց, ես եւս չեմ կենտրոնանում, այսինքն չի լինում իրավիճակ, երբ իմ երեխան դպրոցում ինչ որ բան չանելու համար նկատողություն ստանա եւ ինձ դրա մասին չասի, մենք պարտադիր քննարկում ենք, խոսում ենք, փորձում ենք լուծումներ գտնենք, ինքն ունի դժվարություններ ուսումնառության մեջ եւ շատ հաճախ երբ ինքը շատ ջանք է գործադրում մի բան սովորելու վրա եւ անում է ավելին, քան երբեմն կարողանում է, ինձ համար հետաքրքիր ասում եմ ինչ ասեցիր, ինչ ոնց է պատասխանեցիր, ուսուցիչը ինչ արձագանքեց, ասում իսկ թվանշան ասեց, թե այսպես ուղակի ասեց լավ էր, վատ էր ու ամեն անգամ երբ ինքը որ այդ շատ հազվադեպ է լինում, բայց ինչ որ թվանշանի մասին է խոսվում բարձր, իր համար դա երջանկության ցուցիչ է եւ նաեւ փորձում ենք չկենտրոնանալով, բայց կարեւորել, որ դա քո աշխատանքի գնահատումն է, դու այսքան աշխատեցիր, դրա համար դու նաեւ պարգևատրվել ես քո աշխատանքի համար։ Ես իմ մոտեցումն ասեմ այս գնահատման համակարգի բարելավման հետ կապված, որ կարծում եմ պետք է կատարվի, արդեն իսկ անցել ենք այս գնահատման համակարգին, հիմա որևէ բան ակնկալել, որ որևէ բան կփոխվի այդ գնահատման համակարգի մեջ, կարծում եմ անիմաստ է եւ ուստի պետք է խոսել այն կետերի մասին, որոնք կբարելավեն, բարելավման ուղղությունների մասին, ծնողներին հասանելի դարձնել այս գնահատման համակարգը։ Այո, ծնողը կարող է գնալ դիմել դպրոցին ուսուցչին եւ խնդրել
իր համապատասխան այդպես գաղտնաբառը, անվանումը, որով ինքը կարող է մտնել համապատասխան հարթակը եւ գտնել իր երեխայի այսպես գնահատումը, նկարագիրը, բայց միևնույն ժամանակ կներեք, բայց ծնողին պետք է դրա մասին տեղեկացնել, ծնողները պետք է Այսինքն առաջին կետ, որ ես առանձնացրել եմ ինձ համար, որպես գործության մասնակետ, դա ծնողների հասանելի դարձնելն է։ Երկրորդ, սա պետք է վիզուալիզացնել։ Մենք խոսում ենք, որ երեխան սովորում է տարբեր ձևերով, տեսնելով, լսելով, պատկերացնելով, զգալով, շոշափելով, իսկ ինչու գնահատումը վիզուալիզացված չէ։ Ինչու երեխան չի կարող վիզուալ տեսնել իր կարողունակությունները եւ այսպես օրինակ, չգիտեմ, նախկինում օրագրով էր, ինչ որ մեթոդով, ինչ որ միջոցով կարողանա նաեւ գնահատումը տեսնել։ Այ օրինակ իմ կարողունակությունները այսպեսին պիտի լինեն։ Ես այս տարի հաղթահարեցի այս կետերը։ Նպատակ սահմանեցի, որ սա այստեղ պիտի հասնեմ, ես վիզուալ տեսնում եմ, որ հասել եմ այստեղ։ Իհարկե սա ունի իր ռիսկերը, բայց ամեն դեպքում երեխան սիրում է ամեն ինչ վիզուալ տեսնել եւ կարծում եմ մեծ գնահատման համակարգի կարևոր բարեփոխում պետք է լինի այս գնահատման համակարգի վիզուալիզացումը, որpիսի այո, մենք չենք շեշտադրում բացասական վարքի վրա, բայց դրական վարքի վրա շեշտադրում կատարելով երեխային հասանելի եւ տեսանելի դարձնենք գնահատման համակարգը։ Նաեւ երրորդ կետը, որ շատ կարեւորում եմ, իհարկե այժմ կատարվում են բազմաթիվ վերապատրաստումներ, դասընթացներ ուսուցիչների համար, որոնց մի մասից, հիմնական մասից իրենք դժգոհում են, սիրով են մասնակցում կամ չսիրով են մասնակցում, բայց միևնույն ժամանակ եկեք ուսուցիչներին տանք գործիքներ, նույն վարքային այդ խնդիրները շտկելու համար, որ ի վերջո դա էլ որոշակի կարգապահական նորմեր կան, որոնց երեխան պիտի հետևի եւ եթե չի հետևում եւ չունի հատուկ կարիքներ, այսպարական հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքը այլ կերպ է տարվում, բայց եթե չունի, այսինքն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոշակի մեթոդներ լինի իր նաեւ վարքային առանձնահատկությունների մասին իր հետ խոսելու, նաեւ ինչու ոչ իր սովորածի հետ կապված ճիշտ գրագետ հետադարձ կապ տալու, որպեսզի դա երեխային օգնի իր ուսումնառությունը ավելի ճիշտ պատկերացնել եւ կազմակերպելու։ Համամիտ եմ ու նաև մենք խոսեցինք այդ էլեկտրոնային հարթակի հետ կապված, երբ մենք ծնողներին կարող ենք տրամադրել թե իրենց մուտք անունը գաղտնաբառը, որպեսզի իրենք կարողանան մուտք գործել, բայց սա էլ մեկ այլ խնդիր է, երբ օրինակ տվյալ հարթակը ունի արդեն ինքը խնդիրներ, շատ հաճախ հենց ուսուցիչները ունեն տվյալ հարթակի հետ կապված խնդիրներ, չեն կարողանում մուտք գործել, մուտք գործելիս լրացնել, խնդիրներ առաջացնում, դրա համար սա էլ իր հերթին ունի խնդիրներ, որոնք որ համակարգային լուծումներ են պահանջում։ Կարծում եմ մեր զրույցը երկարեց, այսօր խոսեցինք գնահատման մասին եւ փորձեցինք նաեւ մեկնաբանել այժմյան կրթական համակարգի մեջ գնահատումը ինչպես է կատարվում եւ ինչ դերակատարում ունի, փորձեցինք նաեւ որոշակի լուծումներ առաջարկել դրա բարելավման հետ կապված, իսկ դուք հետևեք մեզ Eduethics կրթական ոդքասթին, որովհետեւ խոստանում ենք ավելի հետաքրքիր զրույցներ։ Կհանդիպենք